Ժանդատարան թեև ես լսեցի, որ մեղադրյալներից պարոն Գալստյանը ներկա չի, բայց ես այնպիսի միջնորդություն ունեմ անհետաձգելի բնույթի, որը եթե բոլոր դեպքերում դատարանը թույլ տա դատավարության մասնակիցներն էլ չառարկեն, քանի որ վերաբերում է կոնկրետ իմ պաշտպանյալի հարցին, որոշակի իմաստով կարող ենք ելնելով հարցի անհետաձգելի բնույթից, առանձնահատկությունից, նաև բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, Երբ թեև դատական նիստի դասական իմաստով կարգը ամբողջությամբ պահպանված չլինի, եթե հարցը վերաբերում է կոնկրետ անձի, ապա բոլոր դեպքերում դատարանը նշվածը քննության առարկա դարձնի։ Պարզապես պատվարժան դատարան անհետաձգելի բնույթի այս միջնորդությունը չեմ կարող դռնբաց դատական նիստով ներկայացնեմ, այն պետք է ներկայացնեմ դռնփակ դատական նիստի շրջանակներում, որի վերաբերյալ եւս նման միջնորդություն ունեմ, իհարկե հիմքերն է կբացահայտեմ դռնփակության կարգով։ Ուղղակի իմ խնդրանքը նա է, որ դատարանը, եթե դատավարության մասնակիցներն էլ դրա վերաբերյալ առարկություն չունենան, թույլ տան, որ նշված միջնորդությունը ներկայացնեմ, չեմ թաքցնի, ես այսօր փորձում էի կապ հաստատել կազմի հետ, պարոն Մելիքյանի մոտ եթե հաջողվել է, ինձ մոտ անկեղծորեն չի հաջողվում։ Ես իհարկե կարելի ասել կենտրոն նստավայրի համապատասխան հեռախոսահամարին էի զանգահարում, փորձում էի կապ հաստատել, չեմ կարողացել։ Նախապես տեղեկացնելու համար դատարանին անհետաձգելի հրատապ բնույթի վերաբերյալ, այսինքն որ նույն դատարանին էլ որևէ կերպ դա անակնկալ չլիներ։ Սա է իրավիճակը պատվարժան դատարանի։ Վարքի մասնակիցները ինչով են այս կապակցությամբ հայտնելու Թույլ կտակ առաջինը ես դիրքորոշում հայտնեմ, որտեղ իմ պաշտպանյալն է բացակա, չի ներկայացվել, որևէ առարկություն չկա, ընդհակառակը միանում եմ միջնորդությանը քննարկման առարկա դարձնել դատավարության սկզբունքների տեսանկյունից որևէ խնդիր չեմ տեսնում այս միջնորդությունը քննարկելու համար։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան բազմաթիվ քրեական վարույթներով, որտեղ մի քանի մեղադրյալներ գրաված, միշտ դատական պրակտիկան այդպես աշխատել է, որ մենք դատավորների հետ քննարկման արդյունքում, մեղադրողների հետ քննարկման արդյունքում եկել ենք մտքի, որ բոլոր այն հարցերը, որոնք չեն վերաբերվում բուն գործի քննությանը եւ անհրաժեշտություն չկա բոլոր մասնակիցների ներկայություն, Անձանց խափանման միջոցների վերաբերյալ հարցեր, տեսակցությունների վերաբերյալ հարցեր, լիազորագրերի այլ տարատեսակ հարցեր, գույքի արգելանք եւ այլն կարող է քննել միայն նշված անձ եւ նրա պաշտպանի մասնակցությամբ, որևէ խնդիր երբևէ չի ստեղծվել, որպեսզի այդ բնույթի հարցերը ոչ բովանդակային հարցերը քննարկվեն տարբեր դատավարության մասնակիցների բացակայությամբ։ Մեղադրողները հանրային Ընտրեմ ձեր կարծիքը։ Քրեական դատավարության օրենսգիրքում ուղղակիորեն ամրագրված է, որ մեղադրելի չներկայանալու դեպքում դատականիստը հետաձգվում է, թե այլ բան նախատեսված չէ։ Այս պարագայում այլ բան նախատեսված չէ եւ դատական նիստը ենթակա հետաձգման մեղադրանքի կողմի դիրքորոշումն այդ է։ Պատվարժան դատարան թույլ տվեք դիրքորոշում հայտնեմ, նաեւ լրացուցիչ դիրքորոշում ճշտեմ։ Արդյոք բոլոր այն գործերով, որտեղ հանրային մեղադրողները նմանօրինակ դիրքորոշում են հայտնում, այսինքն որ անձի վերաբերյալ հարցը կարող է քննվի որևէ մասնակցի բացակայությամբ, բոլոր այդ հանրային մեղադրողները, դատախազները, որոնք միասնական կառույցի ներկայացուցիչներ են, օրենքի որևէ պահանջ են խախտում։ Պետք է հասկանանք արդյոք դատախազության դիրքորոշումը միասնական է, թե միայն այս գործի վերաբերյալ է հատուկ այսպիսի մոտեցում։ Ես անկեղծորեն եմ ասում, ես հույս ունեմ, որ թեև կարող է դա շատ միամիտ թվա, բայց դատախազությունը այս դիրքորոշումը կփոխի, քանի որ ես երևի թե պատահական չեմ նշում, եթե ասում եմ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ոչ դատարանին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին, դատավարության մասնակիցներին հայտնի չի եղել։ Իսկ պաշտպանյալից էլ հայտնի է եղել ամբողջ մանրամասներով հենց նիստի ընթացքում։ Եթե ես նման եզրույթ եմ օգտագործում, առնվազն երևի թե ուրեմն մեղմ ասած կարևոր մի հանգամանք ունեմ ներկայացնում։ Այո, այդ աստիճանի է հարցը։ Եթե նման հանգամանք եմ ընդգծում, ես իսկապես նույնիսկ կրկին կասեմ,
թող միամիտ թվա ասածս, ես հակված եմ, որ այս միջնորդությանը, որի հանգամանքները ուղղակի չեմ կարողանում բացահայտել, որտեղ կրկին դա դռնփակության կարգով կբացահայտեմ, ես այդ միամտությունը թող ունենամ կարծելու, որ հանրային մեղադրողները պետք է միանան այս միջնորդությանը եւ չառարկեն։ Իսկան բան։ Թույլ կտակ պատվարժան դատարան։ Քանի որ պաշտպանը հասկանալիորեն չի կարողանում այս բանին հայտնել, թե ինչի վերաբերյալ իր միջնորդությունը, իսկ դռնփակ նիստի անցնելու միջնորդությունը եւս քննվում է դռնփակ, հնարավոր է մեղադրանքի կողմը դիրքորոշում փոխի, դռնփակ նիստի անցնելու դռնփակ միջնորդությունը քննարկելու ընթացքում։ Հակություն չկա արտահայտվողներից այս առումով։ Բարի։ Հարգելի պաշտպան, կներկայացնեք մի փոքր հետո բնականաբար միջնորդությունը։ Պարոն Մելիքյանը ուր գնաց։ Ուրեմն այս պահից սկսած դռնփակ է նիստը կատարվելու եւ քաղաքացիները եւ լրատվական միջոցները խնդրում դահլիճից դուրս գան բոլորը եւ կարգադիրները դռնփակությունը ապահովեն, որպեսզի դահլիճում այն ինչ որ խոսվում է բնականաբար դրսում չլսի։ Իսկ դռնփակությունը ապահովեք 5 րոպեի չափով